սրտի հանկարծակի կանգի դեպքում փրկվելու հավանականությունը բարձրացնելու համար հարկավոր է ապահովել ճիշտ գործիքներ, տեխնոլոգիաներ և վերապատրաստված կամավորներ։ Պաշտպանված սրտի քաղաք նախաձեռնության բացման արարողությունը պաշտոնապես ազդարարվեց։ Երևանը դարձել է տարածաշրջանում առաջին քաղաքը, որտեղ ներդրվել է հանրային առողջության ոլորտում նման կառուցվածքային և տեխնոլոգիական ինտեգրված լուծում։ Դեֆիբրիլյատորները տեղադրված են փողոցներում, այգիներում, բազմամարդ հանրային տարածքներում, ստեղծելով առողջապահական աջակցության նոր մակարդակ։ Մենք վստահորեն հավատում ենք, որ նման ծրագրերը նաև ամրապնդում են մեր հասարակության միասնականության և փոխօգնության մշակույթը։ Միասին վստահորեն կարող ենք ստեղծել Երևան, որը կլինի ոչ միայն գեղեցիկ, մաքուր, այլև առողջ և անվտանգ բոլորի համար։ Ներկայացվեց ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատորների աշխատանքը։ Այսպես շարունակելու են, դեֆիբրիլյատորը մեզ տալիս է 2 րոպե ժամանակ, 2 րոպե լրանալու պես նորից ինքը ասելու է մի կպեք, անալիզ է անելու սրտի։ Թույլ են տալիս, որպեսզի դեֆիբրիլյատորը էլեկտրոդների միջոցով անալիզ անի սրտի աշխատանքը, եթե ֆիբրիլյացիաներ են կանեց, կրկին էլեկտրաշոկը կհաղորդենք մենք, սեղմելով երրորդ մուտքան։ Եթե ֆիբրիլյացիաներ չի կանում, ինքը ասում է շարունակեք սրտով վերականգնել։ Նորից պիտի շարունակենք։ Ելքը եթե դրական եղավ, այսինքն վերականգնվեց սրտի աշխատանքը և ուժածի շնչառությունը, ուժածին կշրջենք վերականգնողական դիրքի, կվերահսկենք, մինչև շտապօգնությունը կգա։ Հենար հիմնադրամի համահիմնադիր Արման Ոսկերչյանը խոսեց ծրագրի հնարավորությունների մասին։ Արձագանքել մարդու սրտի հանգարցակի կանգի ժամանակ և փաստորեն էֆեկտիվ ձևով փրկել մարդկանց կյանքը։ 50-ն էլ տեղադրվելու են փոքր կենտրոնում, պլանավորում ենք տեղադրել նաև ուրիշ շրջաններում Երևանի տարբեր սպորտային համալիրներում, առևտրական կենտրոններում եւ այլն։ Ծրագրի հաջողությունը ոչ թե սարքավորումների արկայության մեջ է, այլ ամբողջ համակարգի էֆեկտիվ գործունեության մեջ է, որը համակարգը իր մեջ պարունակում է սարքավորումները, որը դուք տեսաք, կրթված կամավորներ, որոնք անցել են այդ տրեյնինգով եւ պատրաստ են ընդգրկվել, երբ դրա կարիքը կլինի։ Ուղղակի երբ որ դեպք է տեղի ունենում, գեոլոկացիայի միջոցով տեսնում է դիսպեչերը, ով է ամենամոտիկը գտնվում դեպքի վայրին եւ այդպիսով ընդգրկում է այդ կամավորին։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։